Այգեձորի և Օրբելի տարածքի բնակիչներ ենք, մասնավորապես ես Այգեձորի 78/1, բայց բոլոր շենքերից հարևանները հավաքվել են։ Ես ներկայանում եմ լիազորված անձ Ռենշին ընկերության շուրջ 3 տարի շարունակվող 2 տարին ապօրինի շինարարական աշխատանքներ կատարող, իսկ վերջին ուրեմն շինթույլտվությունը ստացել են 25 թվականի մայիսին, մինչ այդ իհարկե 2 տարի ապօրինի իրականացնում էին քանդման և շինարարության աշխատանքներ։ Մեր բողոքը հետևյալն է, բազմիցս արդեն 3 տարի է հետամուտ ենք այս հարցին և դիմել ենք բոլոր պատկան մարմիններին, լինի քննչական կոմիտե, դատախազություն, նույնիսկ վարչապետին և միայն ասել ենք նրան, որ իհարկե կա 2 քրեական վարույթ, մեկը քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների վերաբերյալ, մյուսն էլ արդեն Ռենշին ՍՊ-ի անմիջապես իրանց վերաբերյալ, բայց չգիտես ինչի, անցյալ տարի, երբ քննչական 2-րդ բաժնի քննիչ Մակարյանը ինձ հրավիրեց շինհրապարակ տեղի զննություն անցկացնելու համար և բնականաբար դա նկարահանվեց, բայց ինձ իմ օրինակը չտրվեց, ես նույնիսկ չգիտեմ նկարահանվել է թե ոչ, դրանից հետո ոչ մի արձագանք չկա, այսինքն բոլորը լուռ են, այդ 2 վարույթները ինչ-որ երևի որևիցե մեկի սենյակում պահարանի մեջ դրված են, չեն անդրադառնում դրան, մինչ այդ Ռենշին ՍՊԸ-ն կատարում է ապօրինի գործողություններ, որովհետև կատարելով այդպիսի մեծածավալ շինարարություն, հարակից շենքերի, թե Այգեձորի, թե Օրբելի, շենքերի հիմքերը խարխլվում են, շենքերը ամբողջովին վնասվում են, առաջացել են թե շենքերի պատերին ճաքեր և թե մեր բնակարաններում ինչի փաստերը մենք ունենք, թե նկարների տեսքով և դիսկի վրա բոլորը գցած, վերածը, էլ չասեմ, որ օրվա ցանկացած ժամի, մինչև գիշեր, առանց հաշվի առնելու տոն օրա, թե սովորական օրա, մարդիկ իրանց իրավունք են վերապահել, մինչև ժամը գիշերվա 1-ը, այդ ծանր տեխնիկան, մինչև 4-ը, ճիշտ եք ասում, Լևոն, այսինքն այնքան մոտ է այդ շինհրապարակը մեր բոլորի տներից, որ ուղղակի չմասնակցել հնարավոր չի, կեղտ, աղմուկ, փոշի, ցնցումներ, ոնց որ միշտ տևական երկրաշարժ լինի այդ տարածքում, մեր տներում, և ոչ մեկ պատասխան չի տալիս, իսկ հիմա այս վերջին երևի մի 20 օրա, ուրեմն միակ հետիոտնային ճանապարհը Այգեձորի, որտեղ որ մարդիկ ուղղակի ոտքով տուն են գնում կամ դուրս են գալիս, այդ տարածքը փակել են թիթեղյա ցանկապատով, դա էլ են ուզում վերցնել, զավթել և կա խոսակցություն, որ այդտեղից դեպի Այգեձոր ճանապարհ են բացելու, ես ուղղակի չեմ կարող պատկերացնել Այգեձորը, ինչպես նաև Օրբելի ցանկացած պահի հենց հիմա դուրս գաք, պրոբկա է, մի 20-30 րոպե պիտի կանգնես, այդ ծավալի շինարարությունը 5 հատ 35 հարկանի և 7 հատ, չէ, թե 4, չգիտեմ, շատ ինչ-որ մեծ ծավալի շինարարությունը, այդ բաները, շենքերը, որոնք որ նախատեսվում են, որոնց համար որ թույլտվություն է տվել քաղաքային իշխանությունը, ինչպես է մտածել, ոնց են հաշվարկել այդ ծավալի ծանրաբեռնվածություն, բացի նրանից, որ այս պահին քաղաքի բոլոր փողոցները ծանրաբեռնված են, իսկ Օրբելին և Այգեձորը առավել խիստ ծանրաբեռնված տարածք է, նշեմ նաև, որ Այգեձորում, որտեղից որ իրանք ճանապարհ են բացում դեպի Այգեձոր, առկա է 2 դպրոց և դպրոցի ժամերն ընդհանրապես ահսեղ գցելու տեղ չկա, մենք մեր մեքենաները, որոնք որ մեր բնակիչների, կես ժամ 40 րոպեով պրոբկայի մեջ ենք ընկնում, հնարավոր չի այնտեղից դուրս գալ, այսինքն ոնց են պատկերացնում, եւս 10-15 հազար հոգի, որը
կարող է տեղավորել այդ շենքերը, ինչպես են պատկերացնում այդ ծավալի ծանրաբեռնվածություն այդ տարածքում։ Ուզում էին նմանատիպ շինարարություն անել, խնդիր չկա, ահա այդքան տեղ կա ամայի, ժողովուրդ, ինչ գործ ունեք այդ օրբելի հետ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։